Բարևներ ժողովուրդ, այսօր լինելու է հետաքրքիր վիդեո, այս հեռուստացույցի պլատա է ժողովուրդ, այս հրակալակելով անով, ուրեմն այսօր խոսելու ենք սրա վրայից, որը ինչու համար է, որը ինչ դետալ է, ինչում, օրինակ այս կոնդենսատորը այստեղ ինչու է դրած, դրանից է խոսելու, այստեղ միկրոսխեմաներ, բաներ, այդպես, այստեղ ճիշտ է, պլատու մասից այսքան հատված չկա, այստեղ դրված է եղել այս TDKS-ը, լավ, սկսենք խոսելը հենց հասա այդտեղ TDKS-ը արդեն ցույց կտամ և կասեմ ինչու համար է, ժողովուրդ, եթե այսպիսի վիդեոները ավելի լավ է, ձեզ դուր է գալիս, գրեք կոմենտներում, որ տարբեր պլատաները դենց կնկարեմ և ցույց կտամ, թե ինչու համար է։ Ուրեմն ժողովուրդ, ինչպես գիտենք, յուրաքանչյուր սարքավորում պետք է պարտադիր սնուցվի, պետք է սնուցման աղբյուր ունենա, նույն ինչպես այս հեռուստացույցը, սրա սնուցման աղբյուրը, այս ոտքերը որ կան, այստեղից է սնուցվում, այստեղ որ սենց սպիտակ գիծ է, այդ բարձր լարման այս սնուցման աղբյուրի մոտավորապես այդպես գիտեմ, որ այս սպիտակ գծով որ գծած առանձնացրած է, իր սնուցման աղբյուրի մասն է, հետո այստեղ բարձր լարում է, այստեղ շատ բարձր է, էլի լարումը, այս իր 220 վոլտի մուտքն է, որից հետո այստեղ ապահովիչ պետք է կա, յուրաքանչյուր սարք նաև պետք է ունենա իր վրա դրված ապահովիչ, ուրեմն այստեղ այս ապահովիչը եթե փչանում է, հենց պետք է իր հզորության ապահովիչ դնել, այս սարքին, այս հեռուստացույցի այս պլատեն որ կա, ինչ նագրուսկի տակ որ պետք է լինի, այդ նագրուսկի համապատասխան ապահովիչ է այստեղ դրած, եթե այստեղ օրինակի համար մարդիկ կան, որ այստեղ բղին ձեն օրինակի համար սենց հաստանում, այդ սխալ է, քանի որ այստեղ կառոտկի ընկնելուց, կարճ միացում ունենալուց կարող է ավելի շատ դետալ վնասվի, քան օրինակի համար այս ապահովիչը, որ վրան է դրած, ինչքան հաստ է, այնքան ամպեր ավելի շատ կարող է պահել իր մեջ, դրա համար սրա միջի դետալները ավելի շատ կվնասվեն։ Եվ եթե այս կդրում է, պետք է անպայման մի հատ ստեղ դետալները ստուգել, տեսնել անսարկություն կա, որ այս կդրվել է, թե ուղղակի բարձր լարում է եղել կամ չգիտեմ, պատճառը պետք է գտնել, ինչում է եղել խնդիրը, հետո նոր դնել ապահովիչը նորը։ Հետո անցնենք առաջ։ Ապահովիչից հետո գալիս է անջատիչ, որով հեռուստացույցը միանալու և անջատվելու է։ Հետո սնուցման աղբյուրի մեջ է կրկին մտնում, հետո ժողովուրդ այստեղ անջատիչից հետո գալիս ենք դիոդները, այստեղ 4 հատ դիոդը լինելու, 1, 2, ուղղակի այստեղ մի հատը հանել եմ, 2 հատ հանած է այստեղ, այս 1, այս 2, 4 հատ դիոդ է, որպեսզի փոփոխական լարումը դարձնի հաստատուն, որից հետո պետք է գնա ֆիլտրացման համար կոնդենսատոր, որով հոսանքն է մաքրվելու, այստեղ արդեն հաստատուն լարում է, նաև ասեմ, որ այստեղ կոնդենսատորը բարձր լարման է պետք դնել, քանի որ 220 է գալիս այստեղ, հիմա տեսնենք սրա վրա քանի վոլտ է, 450 վոլտ, բարձր լարման կոնդենսատոր է դրած։ Եվ նաև անհրաժեշտություն կա դրոսել դնելու, էլի մաքրման համար է լարումը, բայց այստեղ չգիտեմ դրոսել էս է թե, հետ չգիտեմ ժողովուրդ, դրոսելն էլ էլի լարումը մաքրելու համար է։ Հետո այդ ամեն ինչից հետո պետք է լարումը վաշխվի, այսինքն պետք է տրանսֆորմատոր տրվի, այս իր տրանսֆորմատորն է, այս տրանսֆորմատորին պետք է աշխատացնի տրանզիստորը, սրա աշխատակի համար անհրաժեշտ է տրանզիստոր, քանի որ այս իմպուլսնի տրանսֆորմատորը, դրա համար սրա վրա դնում են տրանզիստոր։
Հետո այստեղ արդեն իր այս փաթույթներից, այդ ադմոտ կեկից լարումները արդեն ելնում է ու այստեղ բոլոր սխեմային արդեն տարածվում է այս տրանսֆորմատորով լարումը, բայց նաև այս TDK-ը, նայեք այստեղ սա ունի ադմոտ կեկ, այստեղ ներ չարտվեց և հիմա սրանը կանրադառնանք, այստեղ սրանից որ լարումը պաշտպանվեց արդեն ողջ սխեմային, այստեղ նաև այս TDK-ից նույնպես լարումները դուրս ելնում և սրանից նույնպես սնուցվում է այս սխեման, իսկ սա աշխատում է, սրան լարում է գալիս այս տրանսֆորմատորից, այսինքն եթե սա չաշխատի, այս չի աշխատի, այդպես է, սնուցվում է այսինքն սրանով, հետո սրան աշխատացնելու համար նույնպես պետք է տրանզիստոր, որպեսզի այդ հաջողականությունը ստանա և TDK-ը սկսի աշխատել, սրա այս բաղադրիչ մասերն են, այս ռեգուլյատորներն են, ֆոկուսի մեգեուսկառիցելի, հետո մեջը կա դիոդներ, ժողովուրդ բարձր լարման, умножитель է հավաքած, շատ բարձր լարման, հետո այստեղ փաթույթն է, այս ֆերրիտը որ կա սենց դրված է, դրա մեջ փաթույթն է, այստեղից 24000 վոլտ է դուրս ելնում, որը միանում է էկրանին, հետո այս այդ բանն է, ուսկառիցել, ֆոկուս այդ պրավոդներն են, ժողովուրդ այս այ է դեր, հետո ավելի մանրամասն եթե ուզենաք, կարող եմ նաև ավելի մանրամասն բացատրել, այստեղ էլի շատ դետալներ կան, որոնք պետք է խոսվեն, այս տյումերը, իր պրոցեսորի միկրոսխեման, այդ պուլտի կամ այս կնոպտեկի աշխատանքը, ինչպես է իր սխեման, ժողովուրդ, այսօրվա համար այսքանն եմ պատրաստել հեռուստացույցի այս պլատից, բայց եթե ուզում եք այս վիդեոյի տակ հավաքենք 20 հավանում և սրա երկրորդ մասը դուրս կգա, արդեն վիդեո պրոցեսորը ու այնտեղ էլի տարբեր բաներ կբացատրեմ, այս կադրովի մեկ է տողայինի փաթույթների ոտքերն են, այդ ամեն ինչը սրա սենց ասած երկրորդ մասում կտեսնենք, ընդամենը 20 հավանում և վերջ, պատրաստել էի այսքանը, կհանդիպենք հաջորդ վիդեոյում։